Ինչ է ինսուլինառեզիստենտականությունը, ինչպես է այն ազդում քաշի վրա եւ որոնք են այն պարզ քայլերը, որոնք կօգնեն մեզ վերահսկել քաշը։ Բուժառուների գրեթե 100%-ը նշում է, որ իրենք քիչ են ուտում, բայց նիհարելը շատ դժվար է ստացվում իրենց մոտ։ Դրա հիմքում ընկած է ինսուլինառեզիստենտականությունը։ Ինչպես հասկանալ, որ մարդը միգուցե ունի ինսուլինառեզիստենտականություն։ Ինսուլինառեզիստենտականություն ունեն բոլոր բուժառուները, մարդիկ, ովքեր որ ունեն ավելորդ քաշ։ Մենք սովոր ենք առավոտը դիմավորել մեկ բաժակ սուրճով, շոկոլադով կամ խվածքով։ Այս սովորությունը կարող է նպաստել ինսուլինառեզիստենտականության։ Այո։ Որ սնունդից պետք է սկսել սնվել, որը կբերի ավելի արագ հագեցվածության զգացողությանը եւ կօգնի վերահսկել քաշը։ Բանջարեղենից, բջջանյութից, որը որ առաջացնում է, լցնում է ստամոքսը եւ առաջացնում է, այսպես ասեմ, հագեցվածության զգացողություն։ Միֆ չէ, որ անբավարար քունը կարող է բարձրացնել արյան շաքարը եւ խանգարել նիհարել։ Ոչ, դա իրականություն է։ Դուք դիտում եք միֆեր առողջության մասին հաղորդումը բարև ձեզ։ Ինչու է այդքան դժվար նիհարելը անգամ երբ փորձում ենք քիչ ուտել։ Ինչ է ինսուլինառեզիստենտականությունը, ինչպես է այն ազդում քաշի վրա եւ որոնք են այն պարզ քայլերը, որոնք կօգնեն մեզ վերահսկել քաշը։ Մեր հյուրն է էնդոկրինոլոգ Տաթև Հովակիմյանը, ով կօգնի մեզ բարձել նիհարելու անտեսված գաղտնիքները։ Բարև ձեզ Տաթև։ Բարև ձեզ, Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Կան մարդիկ, որ ասում են ամեն ինչ անում եմ, փորձում եմ նիհարել, բայց չի ստացվում, անգամ քիչ ուտելով։ Սա հնարավոր է։ Այո, իհարկե, այսպես ասեմ, բուժառուների գրեթե 100%-ը նշում է, որ իրենք քիչ են ուտում, բայց նիհարելը շատ դժվար է ստացվում իրենց մոտ։ Դրա հիմքում ընկած է ինսուլինառեզիստենտականությունը։ Երևի խոսենք նրանից, թե ինչ է իրենից ներկայացնում ինսուլինառեզիստենտականությունը։ Ինսուլինը դա ենթաստամոքսային գեղձի հորմոնն է, որը որ արտադրվում է ի պատասխան գլյուկոզայի, այսինքն շաքարի բարձրացմանը մեր արյան մեջ, Երբ որ մենք սնվում ենք, հատկապես ուտում ենք պարզ ածխաջրեր, գլյուկոզան արյան մեջ բարձրանում է եւ դրանի պատասխան արտադրվում է որոշակի քանակությամբ ինսուլին։ Երբ որ պացիենտը երկարատև սխալ է սնվում, այդ ինսուլինի արտադրությունը խանգարվում է, այսինքն սկսվում է գերարտադրություն ինսուլինի, որը որ բերում է ճարպակալման, որովհետև ինսուլինը դա անաբոլիկ հորմոն է, այսինքն կուտակում է ճարպը օրգանիզմում։ Հատկապես որովայնի շրջանում։ Այո։ Եվ ասենք որոնք են պարզ ածխաջրերը։ Պարզ ածխաջրերը դրանք բոլոր քաղցրահամ մթերքներն են։ Մենք մեր հայերի մեջ ընդունված է, որ մեղրը չի բարձրացնում շաքարը կամ մրգերը չեն բարձրացնում շաքարը, բայց ուզում եմ նշել, որ դա միֆ է եւ բոլոր մթերքները, որոնք որ ունեն քաղցր համ, դրանք պարզ ածխաջրեր պարունակող մթերքներն են։ Այո, ինչպես հասկանալ, որ մարդը միգուցե ունի ինսուլինառեզիստենտականություն։ Ինսուլինառեզիստենտականություն ունեն բոլոր բուժառուները, մարդիկ, ովքեր որ ունեն ավելորդ քաշ։ Չկա մարդ, ով ունի ավելորդ քաշ, այսինքն մարմնի զանգվածի ինդեքսը 25-ից բարձր է եւ չունի ինսուլինառեզիստենտականություն։ Իրենք բոլորն էլ ունենում են ինսուլինառեզիստենտականություն։ Եվ հենց այդ պատճառով էլ դժվար է իրենց համար նիհարելը։ Այո, եւ դա այդ process-ը կոչվում է նախադիաբետ։ Եվ եթե մեզ բժիշկներից հաջողվում է պացիենտի հետ աշխատել հենց այս փուլում, երբ որ կա ինսուլինառեզիստենտականություն, ավելորդ քաշ եւ դեռ չկա շաքարային դիաբետ երկրորդ տիպի, մենք կարողանում ենք կանխել երկրորդ տիպի շաքարային դիաբետի զարգացումը։ Որովհետև բոլորն էլ գիտեն, որ շաքարային դիաբետը, երկրորդ տիպի շաքարային դիաբետը դա այն հիվանդությունն է, որ ախտահարում է բոլոր օրգանները։ Փաստորեն սննդային սովորությունները, լավ կամ վատ, կարող են նպաստել ինսուլինի բարձրացմանը, հետագայում ինսուլինառեզիստենտականության ձևավորմանը, ինսուլին հորմոնի նկատմամբ դիմադրողականությանը, որը կուտակում է ճարպը որովայնի հատվածում եւ դժվարացնում է նիհարել։ Որոնք են այդ պարզ սովորությունները։ Օրինակ, մենք սովոր ենք առավոտը դիմավորել մեկ բաժակ սուրճով, շոկոլադով կամ խվածքով։
այս սովորությունը կարող է նպաստել ինսուլինառեզիստենտականության։ Այո, դա ամենամեծ պատճառն է, որը բերում է ինսուլինառեզիստենտականության։ Մեր հայերի մեջ ընդունված է, որ առավոտը սկսեն հենց մեկ գավաթ քաղցր սուրճով։ Այդ իսկ պատճառով մենք բոլոր բուժառուների հետ մանրամասն դա քննարկում ենք, այսինքն փոխում ենք սննդային սովորությունները, սննդային վարքը եւ բացատրվում է, որ օրը պետք է սկսել ոչ թե քաղցրով, այլ ունենալ լիարժեք նախաճաշ, որը իր մեջ պետք է պարունակի պարտադիր սպիտակուցներ, բավարար քանակով եւ բջջանյութ։ Դա շատ կարեւոր է, որպեսզի հետագայում չզարգանա ինսուլինառեզիստենտականություն եւ ավելորդ քաշ։ Իսկ միֆ չէ, որ այդ նախաճաշից կամ ճաշից հետո որքան ժամանակ հետո կարող ենք արդեն քաղցր ընդունել եւ այս դեպքում արդեն այդ ինսուլինի կտրուկ բարձրացումը չենք ունենա։ Այո, դա իրականություն է, այսինքն քաղցրը պետք է անպայման սննդակարգում լինի, որովհետև եթե մենք ընդհանրապես բացառում ենք քաղցրը, դա բերում է դեպրեսիայի առաջացման, որը որ հետագայում բերում է պոռթկումների եւ ոչ մի մարդ չի կարող ընդհանրապես չուտել քաղցր։ Բայց եթե քաղցրը ուտում ենք օրինակ լիարժեք նախաճաշից հետո, սպիտակուց պարունակող, օրինակ 1 ժամ հետո, որպես միջուտեստ, դա արդեն չի բերում ինսուլինի գերարտադրության, որովհետև սպիտակուցները, որոնք որ օգտագործվում են նախքան բարձ ածխաջրերի օգտագործումը, իրենք դանդաղեցնում են բարձ ածխաջրերի յուրացումը։ Այդ իսկ պատճառով էլ արդեն չենք ունենում այդ ինսուլինային պիկերը, որը որ մեզ խանգարում է նիհարել։ Ինչից պետք է սկսել առավոտյան սնունդ ընդունումը, որն է առողջ նախաճաշը։ Տեսեք, նախաճաշը պետք է անպայման պարունակի իր մեջ սպիտակուցներ։ Մենք նախապես հաշվարկում ենք պացիենտի համար օրեկան սպիտակուցի քանակը եւ բաշխում ենք, այդ սպիտակուցի ընդհանուր քանակը նախաճաշի, ճաշի եւ ընթրիքի մեջ։ Ցանկալի է լինի բանջարեղեն եւ կարող է նաեւ լինել բարդ ածխաջրեր ցանկության դեպքում, բայց պարտադիր է, որ սպիտակուցը եւ բջջանյութը անպայման լինի նախաճաշի մեջ։ Որ սնունդից պետք է սկսել սնվել, որը կբերի ավելի արագ հագեցվածության զգացողությանը եւ կօգնի վերահսկել քաշը։ Այսպես ասեմ, եկեք պատկերացնենք առողջ ափսե գաղափար, հա, այսպես կա, պատկերացնենք այդ առողջ ափսեն, որը որ մենք կիսում ենք 3 մասի, բաժանում ենք 3 մասի, որի ափսեի 50%-ը պետք է կազմի բանջարեղենը, 25%-ը սպիտակուցը եւ 25%-ը բարդ ածխաջրերը։ Եվ խրախուսվում է սովորաբար սկսել այդ սնունդ ընդունումը բանջարեղենից, հա, բջջանյութից, որը որ առաջացնում է, լցնում է ստամոքսը եւ առաջացնում է, այսպես ասեմ, հագեցվածության զգացողություն, որից հետո անցնում ենք արդեն սպիտակուց պարունակող սնունդին եւ հետո արդեն անցնում ենք բարդ ածխաջրերին։ Եւ շատ մարդիկ նշում են, որ իրենք արդեն մինչեւ հասնելը բարդ ածխաջրերին չեն կարողանում մինչև վերջ ուտել այդ ենթադրենք ուտեստը, որը որ պարունակում է բարդ ածխաջուր։ Այնպես որ այս հերթականությունը ավելի ճիշտ է համարվում։ Իսկ միֆ չէ, որ սպիտակուցներն օգնում են մարել քաղցրի պահանջը։ Չէ, դա միֆ չէ, դա իրականություն է, այո, դա այդպես է։ Եթե մենք սոված ենք լինում, բնականաբար մեր օրգանիզմը պահանջում է շուտ հագեցվածություն։ Մեր շաքարը իջնում է, մենք ուզում ենք քաղցր ուտել, որպեսզի միանգամից հագենանք։ Բայց եթե մենք սպիտակուց ենք ուտում, ապա սպիտակուց ընդունելուց հետո քաղցրի հանդեպ պահանջը բնականաբար նվազում է։ Դա իրականություն է։ Եվ ոչ միայն տվյալ պահին, եթե օրվա ռացիոնում սննդակարգում սպիտակուցները բավարար են, մենք կնկատենք, որ նվազում է քաղցրի նկատմամբ պահանջը։ Այդպես է, բոլոր բուժառուները հենց այդ, որովհետև դա նորմալ քանակի սպիտակուց օգտագործելը բերում է ինսուլինի նորմալ արտադրությանը։ Իսկ եթե ինչքան մենք քաղցր ուտենք, այնքան մենք քաղցրի հանդեպ ավելի գեր պահանջ կունենանք, քանի որ ինսուլինը սկսում է ավելի շատ արտադրվել։ Իսկ ինչքան շատ է արտադրվում ինսուլինը, մենք ավելի շատ ենք ձգտում քաղցրին։ Բացի այդ, կա մի բան, որ նկատած կլինենք, երբ այդքան արագ ուզում ենք էներգիա հավաքել, այդ նույն էներգիան արագ ծախսում ենք եւ նորից ուզում ենք, այո, ավելի արագ է գալիս սովի զգացողությունը։ Սա ինչով է պայմանավորված։ Դա պայմանավորված է, որ այդ պարզ ածխաջրերը իրենք շատ շուտ են բերում հագեցվածության սովածության առաջացմանը, հա, որովհետեւ իրենց
այսպես ասեմ, սպիտակուցները իրենք ավելի երկար են, հա, մարսողության գործընթացը սպիտակուցներ ուտելուց հետո ավելի երկար է տևում։ Իսկ բարձ ածխաջրերը շատ շուտ են յուրացվում, մարսվում եւ գրեթե 1 ժամ, մաքսիմում 1 ժամ ու կես հետո մենք էլի զգում ենք այդ քաղցի զգացողությունը։ Անցնելով ընթրիքին, ինչ պետք է ասել, ինչ ընթրիք պետք է ունենալ, որպեսզի այն սովի զգացողություն չառաջացնի, մինչև ուշ գիշեր միևնույն ժամանակ քաշի վերահսկումը լինի հաճելի։ Նախ նշեմ, որ շատ կարևոր է իմանալ, թե երբ պետք է ընտրել։ Ընթրիքը պետք է լինի քնելուց գրեթե 4 ժամ առաջ, 3-ից 4 ժամ առաջ, ու պարտադիր պայման է, որ ընթրիքը իր մեջ պարունակի սպիտակուց եւ բջջանյութ։ Այստեղ բարդ ածխաջրերը կարող են եւս լինել, հա, ընթրիքի մեջ, բայց ունենան ցածր գլիկեմիկ ինդեքս։ Այսինքն այնպիսի մթերքներ, ինչպիսին են օրինակ կարտոֆիլը, մակարոնեղենը, հա, բրինձը, որոնք որ ունեն բարձր գլիկեմիկ ինդեքս, իսկ ինչ է գլիկեմիկ ինդեքսը։ Գլիկեմիկ ինդեքսը դա մթերքի հատկությունն է բարձրացնել գլյուկոզայի մակարդակը արյան մեջ։ Եվ ընթրիքին մենք խրախուսում ենք օգտագործել այնպիսի բարդ ածխաջրեր, որոնք որ ունեն ցածր գլիկեմիկ ինդեքս։ Դա բոլոր բուժառուներին մենք բացատրում ենք, թե ինչ է կարելի օգտագործել, հա, որպես խորտի։ Դա ամբողջահատիկ արդեն հացն է, ցորենի ալյուրը կամ հնդկաձավարը, հաճարը, որտեղ պահպանված է կեղևը։ Այո, եւ օրինակ հնդկաձավարը մակարոնների համեմատ ունի ցածր գլիկեմիկ ինդեքս, այդ իսկ պատճառով երեկոյան խրախուսում ենք օգտագործել օրինակ հնդկաձավար։ Բայց ամեն դեպքում նույնիսկ բարդ ածխաջրերը պետք է փոքր չափաբաժին կազմել ուսիում։ Այո, 25%-ը։ Ընթրիքին ավելի քիչ։ Բժշկուհի, ովքեր ունեն ինսուլինառեզիստենտականություն, նշեցինք, որ նրանց համար առավել եւս դժվար է նիհարել։ Այո։ Իսկ հնարավոր է առանց խիստ դիետաների։ Ոչ թե հնարավոր է, այլ դա անհրաժեշտ է։ Այսինքն խիստ դիետաները չեն խրախուսվում, որովհետև մենք սա 1 ամսվա համար չի կամ 2-3, հա, սա ամբողջ կյանքի համար է։ Մենք փոխում ենք սննդային վարքը, սննդային սովորույթները, հա, որը որ ամբողջ կյանքի համար է։ Դե բնականաբար բոլորս էլ մարդ ենք, մենք կարող ենք խախտումներ ունենալ, ենթադրենք մի օր առիթի ենք մասնակցում, հա, մեզ թույլ տանք ավելորդ բան երեկոյան ժամերին, բայց բնականաբար դա դառնում է ապրելակերպ, դա խիստ դիետա չի, դա ուղղակի ապրելակերպ է։ Որովհետև խիստ դիետաները, սահմանափակումները ավելի հաճախ բերում են պորտկումների, ինսուլինային պիկերի, ինսուլինային ճոճանակների եւ գրեթե բոլորի մոտ չի ստացվում, հակառակը իրենք ավելի շատ են հավաքում այդ ամենի արդյունքում։ Ինչ ազդեցություն ունի ֆիզիկական ակտիվությունը ինսուլին հորմոնի վրա։ Արդյոք այն օգնում է նվազեցնել ինսուլինառեզիստենտականությունը։ Այո, որովհետև երբ որ մենք ֆիզիկապես ակտիվ ենք, գլյուկոզայի մակարդակը իջնում է արյան մեջ եւ ինսուլինը եւս սկսում է քիչ արտադրվել։ Եվ ֆիզիկական ակտիվությունը կանխում է ինսուլինի ռեզիստենտականությունը։ Երբ որ պացիենտները անգամ չեն ստանում դեղորայքային բուժում, այլ կարգավորում են սննդակարգը, կարգավորում են ֆիզիկական ակտիվությունը, իրենք կարող են առանց որևէ դեղորայքային միջամտության հասնել արդյունքի։ Այդ իսկ պատճառով ֆիզիկական ակտիվությունը դա ամենակարևորն է սննդից հետո, հա, սննդակարգից հետո, որպեսզի հասնել դրական արդյունքի։ Իսկ որ դեպքերում ենք դիմում արդեն դեղորայքի օգնությանը ինսուլինառեզիստենտականության դեպքում։ Այն դեպքերում, երբ որ արդեն բուժառուն զգում է, տվյալ անձնավորությունը զգում է, որ ինքը ինքնուրույն չի կարողանում կառավարել իր սնունդ ընդունումը։ Գիտեք, սա այնպիսի հարց է, որ կարելի է դիմել հենց սկզբում, որովհետև իմ պացիենտների, երբ որ ես աշխատում եմ պացիենտների հետ, ես միշտ տեսնում եմ, եթե պացիենտը ունի կամքի ուժ եւ ունի մեծ մոտիվացիա, ցանկություն, իր հետ մենք կարող ենք առանց որևէ դեղորայքային միջամտության հասնել դրական արդյունքի, որովհետև ավելորդ քաշը դա ավելորդ քաշի ճարպակալման հիմքում միշտ ընկած են հոգեբանական պատճառները։ Եվ մենք
նաև տանում ենք հոգեբանի դեր, զրուցում ենք, լսում ենք պացիենտին, հա, եւ եթե մենք զգում ենք, որ տվյալ պացիենտը, տվյալ բուժառուն կարող է առանց դեղորայքային միջամտության հասնել արդյունքի, բնականաբար մենք հենց սկզբից փոխում ենք սննդակարգը, ավելացնում ենք ֆիզիկական ակտիվություն եւ բնականաբար հետեւում ենք։ Եթե այդ առաջի փուլում մենք չենք հասնում դրական արդյունքի, ապա արդեն մեր հաջորդ փուլում մենք արդեն սկսում ենք որոշակի դեղորայքով օգնել այդ բուժառուին։ Եվ նշեմ, որ այսպես ասեմ, սկզբում, հա, երբ որ մենք բուժառուի հետ աշխատում ենք, բնականաբար հանձնում ենք որոշակի լաբորատոր քննություններ եւ ամենասկզբում շտկում ենք դեֆիցիտները, վիտամինային անբավարարությունները, որոնք որ ունի տվյալ բուժառուն, որովհետեւ վիտամինային անբավարարությունները եւս կարող են բերել սննդային վարքի խանգարման, ինսուլինի գերարտադրության եւ ինսուլինը ռեզիստենտականության։ Բժշկուհի, իսկ միֆ չէ, որ անբավարար քունը կարող է բարձրացնել արյան շաքարը եւ խանգարել նիհարել։ Ոչ, դա իրականություն է։ Քանի որ երբ որ մարդ քիչ է քնում կամ խանգարված քուն ունի, դա բերում է ստրեսային հորմոնների գերարտադրության։ Բարձրանում է կորտիզոլի մակարդակը արյան մեջ, իսկ կորտիզոլը հանդիսանալով կոնտր ինսուլյար հորմոն, խանգարում է ինսուլինի նորմալ գործունեությանը եւ արդյունքում զարգանում է ինսուլինը ռեզիստենտականություն։ Եվ նաեւ առաջանում է եւս մի հորմոնալ դիսբալանս, այսինքն լեպտինի արտադրությունը, հա, լեպտինը հանդիսանում է հագեցվածության հորմոն, նվազում է լեպտինի արտադրությունը եւ բարձրանում է գրելինի, այսինքն սովածության հորմոնի արտադրությունը։ Եվ արդյունքում բնականաբար արդեն իսկ մարդ սկսում է ավելի շատ ուտել, ավելի շատ քաղցրի պահանջ զգալ եւ քաղցի զգացողություն։ Այնպես որ առողջ քունը, որը որ պետք է տևի 7-ից 8 ժամ, շատ կարեւոր է բոլորի համար, որպեսզի լինել առողջ։ Ամփոփենք բժշկուհի, քաշը եւ ինսուլինառեզիստենտականությունը։ Ինչ պարզ քայլերից սկսել եւ ավարտել օրը, որպեսզի նիհարելու արդյունքը տեսնենք։ Անպայման պետք է հետևել սննդակարգին, այսինքն ունենալ 3 հիմնական սնունդ ընդունում, հա, նախաճաշ, ճաշ, ընթրիք, որը որ իր մեջ կպարունակի բավարար քանակությամբ սպիտակուցներ, սահմանափակել քաղցրի ընդունումը, գազավորված ըմպելիքների, հյութերի, կամպոտների ընդունումը, քանի որ դրանք եւս բերում են ինսուլինային պիկերի, որը որ օրվա ընթացքում ավելի շատ հակվածություն է առաջացնում դեպի քաղցրը, ունենալ բավարար քանակությամբ ֆիզիկական ակտիվություն, գրեթե 30-ից 40 րոպե, անգամ սովորական քայլքը նպաստում է ինսուլինի նորմալ արտադրությանը, հա, եւ ինսուլինի ռեզիստենտականության կանխմանը։ Եվ եթե այս ամենից հետո չի ստացվում կորցնել քաշը կամ վերահսկել ախորժակը, պետք է դիմել արդեն համապատասխան մասնագետի, սննդաբանի, որպեսզի իր օգնությամբ հասնել դրական արդյունքի։ Շնորհակալություն ձեզ հետաքրքիր օգտակար խորհուրդների համար բժշկուհի։ Եվս մեկ անգամ նշենք, որ եթե դուք չեք կարողանում նիհարել եւ անընդհատ ունեք քաղցրի պահանջ, միգուցե ձեզ մոտ արդեն կա ինսուլինառեզիստենտականություն, դրա համար պետք է դիմել բժշկի եւ նրա օգնությամբ իջեցնել ինսուլինի մակարդակը, ինչը նաեւ երաշխիք է, որ հետագայում չենք ունենա շաքարային դիաբետ։ Հետևեք մեր հաղորդումներին, բաժանորդագրվեք առողջության մասին կարևոր ինֆորմացիան բաց չթողնելու համար։ Շնորհակալություն Յասաման ռեստորանին ընկերական համեղ հանդիպումների, ջերմ հիշողությունների լավագույն հավաքատեղի։ Համեցեք Յասաման Երևանում, Ծաղկաձորում եւ Սևանում։ Շնորհակալություն նաեւ Հովակիմյան էսթետիկ կենտրոնին համագործակցության համար։ Կհանդիպենք։